Այս տարի Սուրբ Սարգսի օրը կնշվի հունվարի 31-ին։ Սուրբ Սարգիս Զորավարի հիշատակության օրը հայ ժողովրդի ամենասիրված տոներից է։ Այդ օրվան սպասում են հատկապես երիտասարդները։ Տոնին նախորդող գիշերը երիտասարդները աղի բլիթ են ուտում, ակնկալելով երազում տեսնել իրենց ապագա զուգընկերոջը։ Գուշակության այլ ձև է գիշերը տան տանիքին կամ պատշգամբում սկուտեղով փոխինդ կամ ալյուր դնելը։ Եթե առավոտյան դրանց վրա նշмарվի ձիու սմբագի կամ պայտի հետ, ապա ըստ ավանդույթի սպասվում է մեծ հաջողություն։ Սուրբ Սարգսի տոնը պատմականորեն ազդել է ոչ միայն խոհանոցային, այլև կենցաղային սովորությունների վրա։ Նախկինում այդ օրը կանայք եւ աղջիկները լվացք չէին անում, բուրդ չէին գզում եւ թել չէին մանում։ Տարիքով ավելի մեծ կանայք մեկ շաբաթ, իսկ երիտասարդ աղջիկները 3 օր ծոմ էին պահում, այն ավարտելով շաբաթ օրը, ոչխար կամ այծ մատաղանելով, ապա միս աղքատներին բաժանելով։ Նշանված տղայի ազգականները սովորաբար նվերներ եւ քաղցրավենիք էին նվիրում երիտասարդ հարսնացուին, տոնին հաղորդելով ավելի տաք, ուրախ ու սիրառատ մթնոլորտ։ Այսպիսով Սուրբ Սարգսի տոնը եղել է ոչ միայն կրոնական հիշատակություն, այլև երիտասարդների ընտանիքի եւ սիրո տոն, ավանդույթների, հավատալիքների եւ ուրախության համադրությամբ։